Բանկրոտ ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Երկար բարակ այս ֆիլմում չխոսենք շատ համառոտ ձևով եւ հարցս ուղղված է նրանց, ովքեր պետք է սա հասկանան եւ միջոցներ ձեռնարկեն ասածս հասկանալու համար, հասկանալուց հետո ինչ քայլերի պետք է նրանք դիմեն։ Երեք հայտարարվեց, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը բանկրոտի մեջ է։ Ռուսաստանը որքան հնարավորություն ուներ դիմակայեց այդ բլոկադային, այլևս չկարողացավ եւ ֆինանսական բլոկադան շարունակելով տնտեսական բլոկադան արևմուտքը Ռուսաստանին իրոք դրեց բանկրոտի իրավիճակում։ Ինչի համար, որովհետև Ռուսաստանը այն երկիրը չէ, որին դուք պատկերացնում եք, Ռուսաստանը միայն նավթ, գազ էր արտահանում, այդ ամենը Ամերիկան բոլոր հարցերը Անգլիայի հետ լուծեց եւ Եվրոպան այժմ ամերիկական սլանցևի գազ է ստանում, սլանցևի գազը դիտարկեք, կտեսնեք ինչպես է, փորում են 3 կիլոմետր մինչև ապարները տրաքեցնում եւ այդտեղից գազը հանում, որը հեղուկ վիճակով տանկերներով բերվեց Եվրոպա, ավելի թանկ, բայց Ամերիկային եւ Անգլիային թիկուն կանգնելով Եվրոպան Ռուսաստանին այնպես ճնշեց, որ Ռուսաստանը այսօր բանկրոտի մեջ է։ Ռուսաստանը միայն կարող է վաճառել այժմ իր ռազմական գործարանների արտադրանքը, որովհետև Ռուսաստանը ուրիշ արտադրանք չունի, ինքը միայն գնորդ է արտասահմանյան երկրներից։ Եթե լավ ուսումնասիրեք ինչ է արտադրում եւ ինչ է գնում, ինչ հնարավորություն ունի, ապա կհասկանաք, որ միայն զենք եւ միայն հումք էր մատակարարում Ռուսաստանը արտասահմանին, ուրիշ ոչինչ։ Եվ մի քանի տարի առաջ, կարծեմ 2 տարի առաջ, արքայազն Չարլզը Պուտինին անվանեց, որ նման է Հիտլերին։ Այսինքն նրանք Պուտինին նախապատրաստում են, որպեսզի Ռուսաստանը Պուտինի հետ միասին լինի երրորդ համաշխարհային պատերազմի ագրեսորը, որին նաև կհամագործակցի Էրդողանը։ Բայց Պուտինը համարժեք պատասխան չտվեց արքայազն Չարլզի այդ արտահայտությանը, որ նման է Հիտլերին, քանի որ նա լավ հասկանում էր, որ այս մարդը աշխարհի տիրոջ ընտանիքի անդամ է եւ միևնույն ժամանակ ինքը գիտեր ինքը ով է եւ գիտեր, որ նրանք էլ գիտեն ինքը ով է։ Եվ Պուտինը սխալ կատարեց մտնելով Ղրիմ վերցնելով Ղրիմը եւ Դանեսկ, Դնեպրոպետրովսկը այդ ճանապարհով Ռուսաստանին դրեցին փակուղու մեջ, այսինքն աշխարհի տիրոջ հետ հակաճառելը ցանկացածին բերում է կորստի։ Նրանք դա կատարում են համբերատարությամբ, նրանք չունեն հայերի այն էմոցիան, որ գլուխները տակ կատարեն, շատ սառը գլխով շատ հանգիստ կատարում են ցանկացածի ոչնչացումը, ով խոչընդոտ է հանդիսանում իրեն ճանապարհին։ Որը չհասկացավ Սերժ Սարգսյանը կամ լինելով լրտես չգնաց այդ քայլին, քանի որ նա նախորդ գիտեր իր ֆիլմերից, որ այս մարդը հանդիսանում է աշխարհի տիրոջ ընտանիքի անդամ եւ որը գտնվելով Հայաստանում պետք է նրան խնդրեին, որպեսզի մեր այս գոնե մի քանի հազար կիլոմետր տարածությունը Հայաստան կոչված Արցախի հետ մենք չկորցնենք մեր հայ ժողովրդի հետ միասին։ Դա հարց է, այդ մասին խոսվել է, թե ոչ, իմ հավաստի տվյալներով չի խոսվել այդ մասին։ Եվ Հայաստանը ունենալով Ռուսաստանում, եթե դիտեք անորոշություն ֆիլմը ամբողջությամբ կհասկանաք, 80 միլիարդ Հայաստանից գողացած գումարները Լևոն, Ռոբերտ Քոչարյան եւ այլն տարբեր հայ իբր օլիգարխներ Ռուսաստանի դրանց անուններով, Աբրահամյան եւ այլն, այդ մասին էլ այնտեղ ամեն ինչ նշվում է, ապա դուք կտեսնեք, որ այս գումարները նույնպես, ինչպես ռուսական բանկն է գնում բանկրոտի, այս գումարները նույնպես, որոնք տեղադրված են Ռուսաստանում գործարաններում եւ ռեստորաններ եւ այլն, նույնպես կորցնում են իրենց
արժեքը, բացի դա Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի այս գումարները Ռուսաստանի այսօրվա ծանր վիճակում հայերը կարողանան տեղափոխել այլ երկիր։ Եվ ռուսները միշտ իրենց KGB-ի մանկլավիկների Սերժ Նարիմանովի օգնությամբ սկսել են, որպեսզի հայկական գումարների մեծ մասը գտնվի Ռուսաստանում, եւ Արուծի բաժինը գողացած Հայաստանի գումարների գտնվում է Ռուսաստանում, որը փակի տակ է։ Եվ դրա համար Ռուսաստանը 9 միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին նաղդը փողով, այսինքն փողը տվել են գնել, ոչ թե պարտք են խնդրել կամ վարկ են վերցրել, այլ փողը տվել են գնել։ Իսկ Սերժ Սարգսյանը եւ նրա հետնորդները նրանք գումար չեն տրամադրում, որպեսզի Հայաստանը նույնպես ունենա համարժեք զենք։ Իսկ Ռուսաստանը գտնվելով այսօր ծանր պայմաններում, նա ստիպված վաճառել է այս զենքը, նույնիսկ կարող է ատոմային զենք էլ վաճառի ցանկացած երկրի, Ռուսաստանը եւ Պուտինը իրենց փրկելու համար։ Նույնը Ռուսաստանը 2 միլիարդի պայմանագիր է ստորագրել այս զենքը, որը մեծ մասը հասկանում եք ինչի մասին է խոսքը, բայց Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ն թույլ չէր տա երբեք, որ Ռուսաստանից գներ այս զենքը Թուրքիան, համարժեք զենք կգներ ՆԱՏՕ-ից, այստեղ ուրիշ պայմանավորվածություն է, 2 միլիարդը Ռուսաստանի համար այսօր շատ մեծ գումար է եւ այս 2 միլիարդի այս զենքը պետք է Թուրքիան հետագայում տրամադրի Ադրբեջանին։ Այսինքն Ադրբեջանը ունի այն զենքերը, որ զենքերը մենք ունենք, դրան գումարած նաեւ Ադրբեջանը ունի ավելի համարժեք զենքեր եւ ավելի նոր զենքեր 50-ից 100 անգամ գերազանցելով մեր ունեցած զենքերը։ Եվ ինչպես Սամվել Բաբայանը նշում եմ նորից, որ հայ ժողովուրդ զգուշացիր, քեզ վրա երկաթե վառված կարկուտ է թափվելու։ Այսինքն մենք ոչ միայն կորցնում ենք մեր տարածությունը, այլև կորցնում ենք մեր ժողովրդին, քանի որ մեր իբր հայ կոչվող այս սրիկան եւ նրա նախահայրերը Լևոն Տեր-Պետրոսյանը եւ այլն, նրանք չգնեցին համարժեք զենք։ Փորն են տալիս, չգիտեմ, գիտեք թե չէ, դավադրությամբ են այս երկուսը սպանվել, այս երկու համահայկական հերոսները եւ նաեւ այլ հերոսներ, որոնց չեմ ցուցադրել, իրոք հայի տեսակ այս հերոսները, նույնպես այս երիտասարդները, որոնք ապրիլյան պատերազմի զոհ դարձան, քանի որ ոչ թե զենք չմատակարարեցին, նախորդ զենք փամփուշտներն էր նրանց մոտ քիչացվել, որպեսզի չունենան համարժեք զենք կռվելու ադրբեջանցիների դեմ։ Այս դավադրությունը միշտ էլ կատարվել է եւ մեզ հարց է տրվել, թե մենք եղել ենք, մեզնից որևէ մեկը եղել է Արցախյան պատերազմում, մի քանիսը եղել են ամիս ու կես, ես ընդհանրապես եղել եմ 56 ժամ։ Իմ շատ մոտիկներից մեկին, որը Արցախյան պատերազմի հենց առաջին ամիսներին զոհվել էր, շշկով ականջս մի բան ընկավ եւ ես գնացի ռազմաճակատ։ Ես չեմ կռվել ինքս, միայն հետևում էի այնտեղ ինչ է կատարվում եւ համոզված եմ, որ եւ այս երկու հերոսների եւ մնացած հերոսներին ոչ թե ադրբեջանցին է սպանել, այլ հայ դիպուկահարները։ Քանի որ ես այնտեղ դիտարկում էի այդ ամենը, թե ինչ է կատարվում, կամ տալիս էին սխալ տեղանք, որպեսզի հայերը ընկնեն ծուղակի մեջ, կամ հետևից գնդակահարում էին հերոսներին, լևոնականները, որոնք ունեին Լևոնի հրամանը հայ հերոսներին վերացնել։ Նույնը Սերժ Նարիմանովը ինքը վերացրեց սահմանի այս տղաներին աուսարսափի մեջ թողնելով մյուսներին, որոնք չգնան սահման կռվելու, բայց հայի ոգին չկարողացան կոտրել։ Եվ այդտեղ ես շատ բաներ եմ տեսել այս ֆիլմում, կարճ ենք խոսում չպատմեմ,
ինձ այդքան ժամանակը բավական էր, որպեսզի հասկանայի, որ այնտեղ ավելի շատ դավադրություններ են տեղի ունենում, քան տեղի ունենում հերոսների իրոք հաղթանակները, եւ դրա համար նախ դիտարկենք սա ինչի հաշվին են կառուցվել այս շքեղ տները, երբ որ Հայաստանը այսօր գտնվում է տնտեսական ծանր վիճակում եւ ունի նաեւ պատերազմական իրավիճակ, կամ այս պոռնիկը իրենից ինչ է ներկայացնում, ինչի շնորհիվ է նա ձեռք բերել այս գերթանկ ավտոմեքենան։ Նույնը, եթե մենք դիտարկենք Սերժ Սարգսյանի նկարը, որը Սերժ Սարգսյանը 9 տարի առաջ եղել է նախագահ, պետք է նկարը լիներ բոլոր դպրոցներում, բոլոր հիմնարկներում, ինչու է այսօր տրամադրում 15 միլիոն դրամ, որպեսզի Սերժ Սարգսյանի նկարները նորից տեղադրեն դպրոցներին։ Այս 15 միլիոն դրամը համարժեք է 10 տոննա մսի զինվորների համար, զինվորներին ավելի լավ սնունդով սնելու համար, 120,000 փամփուշտ է Կալաշնիկով ավտոմատի, 1000 զույգ կոշիկի արժեք է, 15 ապահով պաշտպանական զինակետ, եթե այնտեղ ցեմենտ բիտոնե բունկեր կառուցվի ինչպես գերմանացիք, եւ 15 զինակետում մենք կունենանք ապահով զինծառայողներ, ինչի համար է կատարվում այս ճոխությունները։ Միթե սա դավադրություն չէ հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ասենք ամենակարևոր հարցին զգուշացում, քանի որ այստեղ տեղի ունեցել սա, եւ հետագայում, եթե դիտարկեք անորոշություն ֆիլմը, կհասկանաք, որ 80 միլիարդ գողացած հայկական հարստությունները բոլորը Ռուսաստանում արդեն կորած են, եւ դրա համար դիտարկենք միայն 105 գերագույն խորհրդի պատգամավորներին, 21,000 ոստիկաններին, ծառայողներին, կականներին եւ նրանց ծառաներ տարբեր տեսակի, սա այս բոլորը վերաբերում է ձեզ։ Նրանք ինչ որ չափով օֆշորներում ունենալով գումարներ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բոլորը փախչելու են։ Մնալու եք դուք, ձեր երեխաները, ձեր ծնողները, ձեր հարազատները այդ երկաթե վառված կարկուտի տակ։ Հասկացեք հայեր, որ սա դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ այդ երեք ղեկավարների, եւ այս բոլորը պետք է շատ լավ հասկանաք եւ դուրս գաք ձեր գործերից, որը հնարավորություն ունենաք վերացնեք այս խայտառակությունը հայոց հողից, որպեսզի մենք կարողանանք դիմակայել մեր հակառակորդի արժանի պատերազմում եւ հաղթող դուրս գանք այդ պատերազմից։ Եվ միակ տարբերակը, որը ես մտածել եմ, մինչև դա մենք դիտարկենք մի բան, որը հասկանալի լինի այս բոլոր մարդկանց, որոնց նախազգուշացում է կատարվում։ Թույլ տվեք, պարոն փոխգնդապետ։ Շտապից։ Բագրատում շտապ։ Վերջացնել, պարոնայք սպաներ, հենց նոր ստացա գնդապետ Բագրատում հրամանը։ Վաղ առավոտյան կազմ ու պատրաստ, բոլորը լինեն զորանոցում։ Խնդրում եմ ավարտել խնջույքը, գնդապետ Բագրատունին շուտով կժամանի։ Մինչև վաղը, պարոնայք սպաներ, ստեսյուն։ Ստեսյուն։ Պարոնայք, մեր ազգայլևս թրգված է, մուզիկա, վերջին այս։
Քրիստոնյանը արել են հանրապետության փողերը եւ փախել են հայդե Փարիզ Կարծում եմ այսօր հասկացաք Նարեմանովյան սուտը, որ մենք պաշտպանվում ենք այսպես, պաշտպանվում ենք այնպես եւ այս օլիգարխների մի քանիսին հնարավորություն տալիս էլի փող աշխատելու կամ դրանց գումարներ տալով դատավորներին, դատախազներին, որպեսզի Սասնա ծռերին եւ մյուսներին, քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ Ժիրիկին եւ այլն Սամվել Բաբայանին խիստ պատժեն, նրանք չեն հասկանում, որ նրանք վերցրել են արդեն գումարները եւ փախուստի ճանապարհին են, որը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Դրա համար միայն միակ տարբերակը, քանի որ զենք չի գնվել, ատոմակայանի հումքի կամ ուրանի մշակված գլխիկներով Իսկանդեր բաց թողնել Ադրբեջանի վրա համարժեք պատասխան տալու համար։ Սա արդեն ոչ թե Հայաստանն ենք փրկում, այլ հայի պատիվը, ուրիշ տարբերակ չկա, քանի որ Սերժ Նարիմանով եւ այլն այս բոլոր սրիկաները Հայաստանը դարձրեցին ծիծաղի առարկա աշխարհի երեսին։ Բացի դա, նրանք փախչելու են եւ նորից եմ կրկնում, այս հիմարները տեղ մնալու ծաղրածուի վիճակում։ Դրա համար ի գործ բոլոր հայերի, եթե ունեք իրոք հայի արյուն։